Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է։ Արդեն կայացել է Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է հայկական և վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Թբիլիսին վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Բաքուն շահագրգռված է Թրամփի երթուղու շուրջ աշխատանքների արագացմամբ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ ապահովելու համար։ Այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ։ Երևանի Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվելու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից 600 միլիոն դրամ է հատկացրել թիվ 5 և 12 պոլիկլինիկաները հիմնանորոգելու նպատակով։ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն սիգի բնօգտագործման վճարների նոր դրույքաչափերը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 19-ից 30-ը անցկացվող Երևանյան միջազգային թատերական փառատոնն այս տարի ևս միավորում է հայկական և արտասահմանյան թատերախմբերին։ Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է «Սիրո նամակ Հայաստանին» պատմությամբ։ Տերմոպիլում բնակելի տան վրա հրթիռի հարվածից զոհերի թիվը հասել է 25-ի, Ուկրաինան ու Ռուսաստանը շարունակում են միմյանց տարածքների հրթիռակոծումը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է։ Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է նրա և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է հայկական և վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ժամանակ Կավելաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նա նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը ու պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում։ Նախագահները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների և լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում TRIP նախագծի շուրջ քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի և հարակից միջավայրի շուկաների համար ստեղծվող նոր հնարավորություններ։ Այնուհետև նախագահները տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով։ Նախագահ Կավելաշվիլիի հետ մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք երկկողմ բազմավոլորտ փոխգործակցությանը և Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացման ուղղված հետագա անելիքներին։ Մեր քննարկումների առանցքում են նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական և երիտասարդական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նշեմ, որ Հայաստանն ակտիվորեն նախապատրաստում է 2026 թվականի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի COP17 և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմանը։ Ակնկալում ենք վրացական կողմի մասնակցությունը։ Պարոն նախագահ, հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները։ Անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած երակողմ հանդիպման արդյունքներին և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորություններին։ Գործընթացը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագծի տեսլականին։ Վերստին ընդգծեցի, որ Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության և փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը և կայունությունը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցման ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում TRIP նախագծի միջոցով Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ, տարանցիկ և լոգիստիկ հանգույցի, նպաստելով նաև տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։
Բաքուն շահագրգռված է Թրամփի երթուղու շուրջ աշխատանքների արագացմամբ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ ապահովելու համար։ Այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության կողմերը քննարկել են Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև գործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցեր։ Մինչև Բաքու մեկնելը ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում էր։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Նա Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար ընդգծել է Հայաստանի սահմանադրության փոփոխության եւ Հայաստանի հարավով նախատեսված հաղորդակցուղու հարցը, որոնք տեղ չեն գտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում։ Երևանի Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Տասնամյակներ շարունակ Ավանի բնակիչները ստիպված են եղել անմխիթար պայմաններում ստանալ բժշկական օգնություն, սակայն 2022 թվականին Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից 600 միլիոն դրամ է հատկացրել թիվ 5 եւ 12 պոլիկլինիկաները հիմնանորոգելու եւ երևանցիներին որակյալ հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով։ Խորը շունչ քաշեք ու պահեք, շնչեք։ Ավանի բնակիչները խորը եւ հանգիստ շունչ քաշեցին, երբ վերջապես հիմնանորոգվեց իրենց անմխիթար պայմաններում գտնվող միակ պոլիկլինիկան։ Լիաննա Աբրահամյանի 3 երեխաները Ավանի պոլիկլինիկայում են հաշվառված, առաջնեկը 14, միջնեկը 12 տարեկան է։ Երբ նրանք էին պատվաստվում եւ բուժ սպասարկում անցնում, շենքը այլ տեսք ուներ։ 30 տարի աղբը, դուրս չգրված գույքը, ամբողջը գրեթե պայստավորվել աստեղ, ես հիմա նկուղի պատկերն է։ Հիմա լրիվ վերանորոգվել։ Այո, լրիվ։ Այս պատկերը եղել է նախկինում այս դուռը բացած, նկար ունենք եւ հիմա այս դուռը, նույն դուռը բացած, ու տեսեք տարբերությունը ոնց է։ Հիմա արդեն երբ հերթը հասել է մեր խոսափողը շատ սիրած փոքրիկ Լիային, այլևս ծնողական անհանգստություն չունի, շենքը բարեկարգ է, մասնագետները բարեհամբույր։ Արդեն ամեն ինչ նորմալ է, շատ գեղեցիկ է, մեծ հաճիկով բոլորը գալիս են, բոլոր երեխաները, ամեն ինչ շատ նորմալ է։ 2022 թվականին Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից շուրջ 600 միլիոն դրամ է հատկացրել 5 եւ 12 պոլիկլինիկաները հիմնանորոգելու եւ երևանցիներին որակյալ հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով։ Նպատակն իրագործվել է, վստահեցնում է Ավանի 50 տարվա բնակչուհին։ Նախկինում հերթ էին կանգնում ժամերով, չէին կարում, իրար էին ուտում, իսկ հիմա գրանցվում ես ներքևը ու գալիս ես բժշկի մոտ։ Առողջության կենտրոնի տնօրեն Արա Ներսիսյանը կարևորում է ոչ միայն շենքի հիմնահատակ վերանորոգումը, այլ այն, որ բոլոր նեղ մասնագիտական ստորաբաժանումներն ու լաբորատորիան վերազինվել են բազմաթիվ նորարար սարքերով, որոնք էլ ապահովում են ախտորոշման բարձր արդյունավետություն։ Ամեն տարի գրեթե մենք առողջապահության վարչությունից Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող, մենք ամեն տարի ստանում ենք նոր սարքավորումներ։ Եվ նաև մենք մեր միջոցներով ենք կարողանում ձեռք բերել, նշեմ, որ այս տարի վերազինել ենք ամբողջությամբ մեր լաբորատորիան։ Լաբորատորիայի գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տվել կրճատելու մարդկային գործոնը, ինչն էլ նվազեցրել է ախտորոշման ընթացքում սխալվելու ռիսկը։ Սա մեր իմունոֆերմենտ հետազոտություններ կատարող սարքն է, որը որ հնարավորություն է տալիս բազմատիպի, բազմատեսակ հորմոններ հետազոտել, վիտամիններ հետազոտել եւ տալ արագ եւ որակով պատասխաններ մեր բնակչությանը։ Մեր Ավան առողջության կենտրոնի լաբորատորիան վերջի մի տարվա ընթացքում համալրվել է գերժամանակակից սարքավորումներով։ Հին սարքերին հրաժեշտ են տվել նաեւ գինեկոլոգիայի բաժանմունքում։
Կոլպոսկոպիան դա հատուկ հետազոտություն է, որի օգնությամբ կատարվում է արգանդի պարանոցի հետազոտություն, որը շատ կարևոր է նշագետային բիոպսիա կատարելու համար։ Ինչպես գիտենք, 30-ից 60 տարեկան կանանց շրջանակներում իրականացվում է պապ-քսուկի հետազոտություն, որը շատ կարևոր է նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշման նպատակով։ Ավանի առողջության կենտրոնում ակտիվ իրականացվում են նաև սեզոնային հիվանդությունների դեմ պատվաստումներ։ Հատկապես գրիպի դեմ պայքարը բժիշկները հաջողված են համարում։ Սեզոնային գրիպի դեմ սկսել ենք սեպտեմբեր ամսից։ Ունենք քարավալենտ գրիպի դեմ պատվաստանյութ, որ բոլոր մինչև 6 ամսեկանից մինչև 6 տարեկան բալիկներին եւ ռիսկի խմբերին կատարում ենք բոլորը։ Եվ բնակչությունը եւ բուժ աշխատողները, բալիկները փոքրիկ ներկայանում են ինքներդ համոզվեցիք երևի միջանցքներում սպասողների թվականակից ակտիվ ստանում են։ Իսկ պարտադիր պատվաստումներից դեռ հրաժարվողներ կան, սակայն բուժանձնակազմն անընդհատ բացատրական աշխատանք է տանում, որպիսի բալիկների կյանքն ու առողջությունը պաշտպանված լինեն տեղեկացված ու բանիմաց ծնողների կողմից։ Այդա Կիրակոսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանան լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրության աջակցելուն, դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն եւ արդյունավետ վերականգնումը։ Ի դեպ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն սիգի բնօգտագործման վճարների նոր դրույքաչափերը։ Փոփոխվել են սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերը դեռ 2025 թվականի ապրիլին ընդունված Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջին փուլով առաջարկվում էր ամբողջությամբ վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք ավելացնելով հիմնականում մոտ 2 անգամ, իսկ սիգ ձկնատեսակի համար մոտ 3 անգամ, դիտարկելով որպես Սևանալճի էկոհամակարգի պահպանության եւ պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն ռեսուրս։ Սիգի 1 կիլոգրամի համար սահմանվել է 200 դրամ, գործող 65 դրամի փոխարեն։ Այս դրույքաչափերի ավելացումը նպատակ ունի արժևորելու մեր ռեսուրսները։ Բայց բացի դրանից կարգավորումը միայն դրույքաչափերի ավելացմամբ չի պայմանավորված, փոխվել է ընթացակարգը վճարման։ Եթե այսօր գործող օրենքով մինչև ուժի մեջ մտնելը 26 թվականից պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, 26 թվականի հունվարի 1-ից վճարները պետք է իրականացվեն արդեն տրամադրված չափականակի համար։ Վերանայվել են նաև կենդանիների տեսակների օգտագործման իրավունքների համար դրույքաչափերը՝ գյուղատնտեսական, արդյունագործական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության նպատակներով։ Նաև Հայաստանի կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների բնօգտագործման դրույքաչափերը, որոնք օգտագործվում են բացառապես բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության նպատակներով։ Այս փոփոխությունը հենց առաջի հերթին միտված էր դրա, որպեսզի արդարացի բաշխումը ճիշտ իրականացվի։ Ընթացակարգը իրենից հետևյալ կերպ է իրականացվում, յուրաքանչյուր տարի, երբ որ Գիտությունների ազգային ակադեմիան հաշվառման աշխատանքները ներկայացնում է նախարարությանը եւ առաջարկում է տվյալ ժամանակահատվածում արդյունագործական սիգի չափականակներ, դրանից հետո մրցույթը հայտարարություն է լինում նախարարության պաշտոնական կայքում հայտերի ընդունման հստակ ժամանակահատված տրամադրելով, այդ ընթացքում դիմումատուները ներկայացնում են իրենց հայտերը եւ յուրաքանչյուր հայտատուին չափականակը հասնում է ըստ իր կողմից ներկայացված ձկնորսների քանակի։ Ըստ ուսումնասիրությունների Հանրապետությունում 1 կիլոգրամ սիգ ձկնատեսակի մանրածախ վաճառքի միջին գինը կազմում է մոտ 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է 1 կիլոգրամը մոտ 1400 դրամով։ Բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5.7%-ը։ Համաձայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների 2006-ից 23 թվականների ժամանակահատվածի համար գնաճը կազմել է 99.85%։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերագնահատելու բնական ռեսուրսի
արժեքը, հաշվի առնելով, որ գործող ցածր դրույքաչափերը չեն նպաստում կենսապաշարների, մասնավորապես սիկ ձկնատեսակի ողջամիտ օգտագործմանը։ Նախատեսվող փոփոխություններով վճարումը կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։ Սիգը այսօր շատ կարևոր դեր ունի նախ Սևանա-լճի էկոհամակարգի համար, ինչպես նաև բարենային անվտանգության տեսանկյունից ինքը բավական այնպիսի ռեսուրս է, որ դրա արժեքը շատ ավելի բարձր է եւ եթե մենք հաշվենք, որ այսօր շուկայական գինը, վաճառքի գինը 1000-ից միգուցե 1500-ի է տատարվում, երբ որ գնահատումը իրականացնում ենք հարկային օրենսգրքում փոփոխությունների, գնահատվել էր, որ մոտ 1000 դրամ է, պատկերացրեք 1000 դրամի մեջ ընդամենը բնօգտագործման վճարը կազմում է 65 դրամը։ Եվ այստեղ այս արժեքավոր ձկնատեսակը եւ որպես սննդային նշեցի պարենային անվտանգության տեսանկյունից գնահատված չէ։ Նախատեսվում է ամրագրել դրույթ, համաձայն որի սահմանված չափաքանակի եւ փաստացի օգտագործված ծավալի դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ։ Վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության նպատակով օրենսգրքով նախատեսված հարկային հաշվետվություններ չներկայացնողները բնօգտագործման վճարը կվճարեն կենսապաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 19-ից 30-ը անցկացվող Երևանյան միջազգային թատերական փառատոնն այս տարի ևս միավորում է հայկական եւ արտասահմանյան թատերախմբերին։ Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Սիրո նամակ Հայաստանին պատմասացությամբ։ Այս տարի փառատոնին կներկայանա 9 թատերախումբ։ Նոյեմբերի 19-ից 30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Երևանյան միջազգային թատերական փառատոնը, որը հիմնադրվել է 2023 թվականին եւ արդեն երրորդ անգամ միավորում է համաշխարհային բեմարվեստի կարևոր թատերախմբեր, հայկական թատրոններ եւ մշակութային հաստատություններ։ Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Սիրո նամակ Հայաստանին պատմասացությամբ եւ ցուցահանդեսներով, որտեղ լուսանկարների, երաժշտության եւ խոսքի միջոցով ներկայացվում է ամերիկացի արվեստագետ Ուինսլոու Մարտինի ավելի քան 20-ամյա ճանապարհորդությունը Հայաստանում։ Բացման արարողությունից առաջ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հատկապես ընդգծեց փառատոնի գաղափարական առանցքը, ստեղծարարությունն ու խաղաղությունը։ Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում մեր հանրապետության գլխավոր թատրոնի նախաձեռնությամբ։ Պիտի ասեմ, որ սկսած իր ենթատեքստից, այսինքն մենք խոսում ենք այսօրվա Հայաստանի օրակարգի շրջանակներում եւ գեղագիտության շրջանակներում ենթատեքստ ուրեմն տալուն, այն է ստեղծարարությունը եւ խաղաղությունը։ Դա շատ կարեւոր է մեզ համար եւ շատ կարեւոր ենք համարում, որ հենց պետական գլխավոր թատրոնն է այդ օրակարգի ուրեմն օրակարգը զարգացնում եւ այդ օրակարգից առաջարկում ամբողջ փառատոնի առանցքը։ Դանիելյանը հավելեց, մշակութային ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքներն արդեն տեսանելի արդյունքներ են տալիս։ Նա ընդգծեց, որ հանրապետությունում ձևավորվում է մշտական մշակութային եռուզեռ, որը շարունակաբար ընդլայնվում է։ Փառատոնի այս տարվա կարևոր առանձնահատկությունն է հայկական թատրոնների ներգրավումը, այդ թվում Հայաստանից դուրս գործող հայկական բեմերը։ Երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական հայկական դրամատիկական թատրոնի եւ Ստամբուլի Յանկարծ անկախ թատերախմբի խմբի աշխատանքները, ինչը ըստ կազմակերպիչների նպաստում է համահայկական մշակութային կապերի ամրապնդմանը։ Ծրագրում ընդգծված է նաև միջազգային հյուրախաղեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Լիթմուն թատերական ընկերությունը, Քերի Վանյա եւ Լիրարքա բեմադրություններով։ Երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված է ընտանեկան ներկայացում աշխատարան 8 տարեկանից բարձր արվեստասերների համար։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Եվրամիության եւ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ իրականացվող գործակցային ծրագիրը, որի շրջանակում հայաստանաբնակ պարողները աշխատում են հայտնի Սաշա Վալց եւ հյուրեր խմբի պարող Դավիդե դե Պրետորոյի հետ։ Երեքշաբաթյա փորձերից հետո ստեղծված նոր պարային ներկայացումը կցուցադրվի Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր հերթին ընդգծեց Հայաստանի կարևոր տեղը եվրոպական մշակութային ընտանիքում։ Հայաստանը միանշանակ եվրոպական մշակութային ընտանիքի կարևոր անդամ է։ Մենք փորձում ենք ստեղծել կայուն հարատև մշակութային կապեր, ինչպես Հայաստանի հասարակության, այնպես էլ այս երկիր այցելողների համար։ Ծրագիրը հրաշալի է հարուստ հետաքրքիր անուններով։ Գերմանիայի Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչ դոկտոր Յան Թագե Քյուհլինգը կարևորեց եվրոպական խմբի մշակութային մեխանիզմի ներդրումը Հայաստանում։ Այս տարի Գյոթե ինստիտուտը լիարժեք բացել է իր դռները Հայաստանում։ Նախարարության, դեսպանության եւ եվրոպական մշակութային ինստիտուտների համատեղ ջանքերը հնարավորություն են տալիս ստեղծել նոր ծրագրեր եւ նոր հնարավորություններ բեմարվեստի զարգացման համար։ Երևանյան միջազգային թատերական փառատոնը հայ հանդիսատեսին կներկայացնի աշխարհի թատերախմբերի լավագույն բեմադրությունները, ստեղծելով շփման հարթակ տեղական եւ միջազգային արվեստագետների համար եւ աջակցելով հայկական թատրոնի միջազգային ինտեգրմանը։ Ավելի քան 10-օրյա մշակութային ծրագիրը Երևանը դարձնում է տարածաշրջանային թատերական խաչմերուկ, ամրապնդելով Հայաստանի տեղը ժամանակակից բեմարվեստի քարտեզում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլի քաղաքի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։ 11-ից ավելի մարդ վիրավորվել է, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանը արձակել է ավելի քան 470 անօդաչու թռչող սարք եւ 48 հրթիռ։ Լեհաստանը, որը սահմանակից է արևմտյան Ուկրաինային, ժամանակավորապես փակել է երկրի հարավ-արևելքում գտնվող Ժեշով եւ Լյուբլինի օդանավակայանները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ զարգացում չի եղել։ Այդպես է նա մեկնաբանել Axios լրատվական հարթակի այն հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա։ Միջազգային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մուհամմեդ բին Սալմանին։ Հանդիպման ընթացքում կողմերը հայտարարել են մի շարք առանցքային ռազմական եւ էներգետիկ պայմանավորվածությունների մասին։ Սպիտակ տունը հաստատել է, որ Վաշինգտոնը համաձայնել է Սաուդյան Արաբիային վաճառել F-35 թռչող կործանիչներ եւ շուրջ 300 ամերիկյան տանկ։ Թրամփի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործակցությունը հասնում է ավելի բարձր մակարդակի, իսկ Սաուդյան Արաբիան չլինելով ՆԱՏՕ-ի անդամ դառնում է ԱՄՆ-ի խոշոր դաշնակից։ Այս գործարքից հետո Սաուդյան Արաբիան կլինի Մերձավոր Արևելքի երկրորդ երկիրը, որը կստանա F-35։ Բացի այդ, Վաշինգտոնը եւ Ռիադը ստորագրել են համատեղ հայտարարություն քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում բանակցությունների ավարտի վերաբերյալ, Սպիտակ տան ձևակերպմամբ ստեղծելով երկարաժամկետ միջուկային գործակցության իրավական հիմք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը 427 կողմ մեկ դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել մանկապղծության համար մեղավոր ճանաչված եւ բանտում ինքնասպան եղած Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերը հրապարակելու նախաձեռնությանը։ Նախագիծը կարող է արդեն չորեքշաբթի ուղարկվել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թրամփը մտադիր է ստորագրել այն։ Ռուսաստանը չի միանա Ուկրաինայի դեմ պատերազմի շուրջ Ստամբուլում նախատեսված բանակցություններին, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի խոսքով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի ղեկավարության, նաև հավանաբար ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Մենք կսպասենք այս բանակցությունների արդյունքին, նշել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցային գործընթացի համար։ Մեր դիրքորոշման մասին տեղյակ են թե Վաշինգտոնում, թե Ստամբուլում, թե Կիևում, հավելել է նա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի արևելքում եւս 2 բնակավայր է անցել ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Գերատեսչության տվյալներով կենտրոն խմբավորման ստորաբաժանումները գրավել են Խարկովի մարզի Ցեգելոնե եւ Դնեպրոպետրովսկի մարզի Նեչաևկա բնակավայրերը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այս գործողություններին զուգահեռ ռուսական ուժերը շարունակում են Կոպյանսկում շրջափակված ուկրաինական ստորաբաժանումների ոչնչացումը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խորհրդարանում հայտարարել է, որ հատուկ ծառայությունները պարզել են Վարշավա, Լյուբլին երկաթուղու մի հատվածը պայթեցրած անձանց ինքնությունը։ Նրա խոսքերով կասկադյալները Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք երկար ժամանակ գործակցել են ռուսական հետախուզության հետ։ Տուսկը հավելել է, որ պայթյունից հետո կասկադյալները լքել են Լեհաստանը, անցնելով Բելարուս։ Միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ի երեկոյան, առաջացնելով երկաթուղային հաղորդակցության երկարատև խափանումներ։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։